Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարձրացնում է թոշակները, սակայն իր քայլը բացատրում է այլ գործոններով։ Ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա եւ ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացնելը։ Առաջինը, դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից, եւ սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում եւ Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։ Կառավարության անդամները ոգևորված են վարչապետի որոշման առիթով, լայվեր են արել եւ կիսվել լուրով։ Վերջին օրերին ես շատ էի խոսում տնտեսական աճի մասին եւ մի շարք ընդդիմադիրներ, ֆեյքեր մտնում էին եւ գրում էին. հայ ինչ, մեզ ինչ, ժողովրդին ինչ։ Տեսակ ինչ, տնտեսական աճի արդյունքում մոտ 600,000 մեր սիրելի տատիկ-պապիկների կենսաթոշակը ապրիլի 1-ից կավելանա 10,000 դրամով կամ հիմնականում 10,000 դրամով։ Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս։ Բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24,000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34,000 դրամը ներառյալ եւ հետեւաբար բոլորի կենսաթոշակները, որոնք այդ հիմքով հաշվարկվում են, բարձրանալու են 10,000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որը այս պահին 36,000 դրամ է եւ հետեւաբար այն դառնալու է 46,000 դրամ։ Թոշակները բարձրացրեց, ջուրն էլ, հոսանքներ նորից կթանկացնեն։ Ընտրությունների հետ է կապված, ուրիշ ոչ մի բան։ Խափլան մարդ է, ինչ էլ։ Գումարը շփի, շոշափի, փող ունենա, գումար ունենա։ Մի ձեռով տալիս են, երկու ձեռով տանում են։ Հիմարն եք հասկնա, որ ընտրություն է դրա համար հենց բարձրացնում, որպես ինչ կուտ ես տալիս։ Վարչապետի լավ լուրին նաև Էդմոն Մարուքյանն է արձագանքել, բայց բոլորովին այլ տրամադրությամբ ու բացասական կանխատեսումով։ Եթե այդպիսի պլան չուներ, այդ գումարը ըստ իրանց ուղղել էին առողջապահության, այս փողը որտեղից եք ավելացրել։ Սա նախընտրական բան, այսինքն իրենք հասկացել են, որ այս թոշակառուների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ինչ են անելու 10,000 դրամը թոշակառուները, իրանք չգիտեն ինչ անեն, բայց մենք գիտենք այս 7 միլիոնը ինչ անենք մարդա ստանում ենք, շատ վատ արդյունքեր ունեցել, շատ վատ հետևանք։ Հիմա փողը բարձրացել են։ Ժողովուրդ իմացեք, ամեն ինչ միջև ընտրություններ անելու են, բայց հետո, եթե ընտրվեցին, քթներից են բերելու, մեր քթից են բերելու այս ամեն ինչը։ Ավելի ուշ խորհրդարանում Գևորգ Պապոյանը պատասխանել է հարցին, հնարավոր է, որ ընտրություններից առաջ նաև պարգևավճարից հրաժարվեն։ Դա պարգևավճար չի, դա վարչատրության նոր համակարգ է եւ այդ վարչատրության նոր համակարգը ենթադրում է, որ նաեւ տնտեսական նոր իրավիճակը ենթադրում է, որ երկրում պետք է կենսամակարդակը բարձրանա, այդ թվում նաեւ եթե պետական համակարգում աշխատավարձերը ավելանում են, սովորաբար հետևից մասնավոր համակարգն էլ ավելացնում, որտեղ մասնավոր համակարգն է։ Նույնպես, այսինքն իրանք այս միմյանց հետևում են։ Գագիկ Ծառուկյանը մանրամասն ներկայացրել է երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որը ձևավորվել է առաջարկ Հայաստանի նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում։ Ծառուկյանը նշել է, որ երաշխավորված խաղաղությունը Հայաստանի վերականգնման ազգային վերածննդի առանցքային գաղափարն է, որը ենթադրում է բոլոր կարող ուժերի եւ անհատների միասնական նվիրված գրագետ աշխատանքը։ Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը, սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ, գրել է այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։ Սա Հովհաննիսյանի խոսքով հայց է միջազգային համայնքին եւ դաշնակիցներին ջանք դնելու մեր տարածաշրջանում փոխշահավետ լուծումների եւ հետեւաբար Հայաստանի շահերը ամրագրելու ուղղությամբ։
Սա էսկալացիայի բացառման եւ կանխատեսելի ընթացքի առանցքային պայմանն է։ Հովհաննիսյանն ընդգծել է նաեւ, որ պատմական զարգացման առումով Հայաստանը եւ հայ ժողովուրդը կենսական անհրաժեշտություն ունեն մեծացնելու իրենց ստրատեգիական պլանավորման հորիզոնը։ Երաշխավորված խաղաղությունը անհատի եւ հասարակության կյանքը երկարաժամկետ հեռանկարով պլանավորելու հնարավորություն է տալիս ներկայիս մի քանի շաբաթանոց հորիզոնի փոխարեն։ Կոնգրեսում ԱՄՆ նախագահի ուղերձը տևել է 1 ժամ 47 րոպե։ Սա ԱՄՆ նախագահների կոնգրեսում ուղերձների պատմության ամենաերկար խոսքն է։ Թրամփն ասել է, որ նախընտրում է Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն երբեք թույլ չի տա, որ աշխարհում ահաբեկչության թիվ 1 հովանավորը միջուկային զենք ունենա։ Միջհանրապետականները հոտնկայս ծափահարում էին Թրամփի ելույթի ժամանակ, դեմոկրատ կոնգրեսական Իլհամ Օմարը բղավել է՝ դուք ամերիկացիների եք սպանել։ Դեմոկրատ կոնգրեսականներից մեկն էլ բողոքի ակցիա իրականացրել, որի պատճառով նրան դուրս են հանել դահլիճից։ Խոսելով աղմուկի ներքո, Թրամփը հանդիմանել է դեմոկրատներին ոտքի չկանգնելու համար։ Թրամփն ԱՄՆ հոկեյի հավաքականի հետ հանդիպման ժամանակ փորձել է օլիմպիական ոսկե մեդալը եւ կատակել, որ այն այլևս չի վերադարձնելու։ Թուրքիայում կործանվել է F-16, կործանիչը օդաչուն զոհվել է։ Կործանիչը օդ է բարձրացել Բալաքասիրիի 9-րդ գլխավոր ավիաբազայից, որից հետո նրա հետ կապը կորել է, ավելի ուշ հայտնաբերվել են օդանավի բեկորները։ Ավիավթարի պատճառը պարզելու համար քննություն է ընթանում։ Արխանգելսկի մարզում 17-ամյա դեռահասը դանակահարել է 51-ամյա քնած մորը, կինը մահացել է, այնուհետև մոր մարմինը թաքցրել է նկուղում, իսկ ինքը դիմել է փախուստի։ Ավելի ուշ նրան ձերբակալել են։ Ինչպես հայտնում են քննիչները, կասկածյալը տվել է խոստովանական ցուցմունք։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, խորհրդարանում առաջիկա նիստի ժամանակ ուժային բլոկի ղեկավարները տարեկան հաշվետվություն են ներկայացնելու։ ՔՊՕ-ում մարտական են տրամադրված նրան զեկույցների հետ կապված եւ որոշել են դիտարժան թատրոն բեմադրել, փորձելով երկրում տիրող իրավական բեսպրեդելի նախկինների անպատժելիության եւ մյուս այլ հանցանքների ողջ պատասխանատվությունը դնել այդ կառույցի ղեկավարների ուսերին։ Չնայած շատ լավ գիտեն, որ այդ բոլոր կառույցները հլուհնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Նա եւ գլխավոր դատախազ է եւ քննչական կոմիտեի ղեկավար եւ ՆԳ նախարար եւ ԱԱԾ տնօրեն։ Ինչ վերաբերում է այդ կառույցների գործող ղեկավարներին, ապա ՔՊՕ-ում հատկապես ներքին հակակրանք ունեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նկատմամբ եւ հնարավոր է նրա փոփոխության հարցը դրվի։ Հրապարակը նաև գրում է, չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ, կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը անհայտ պատճառներով չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաև նոր երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչև համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին։ Նաև ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում։ Մի խոսքով ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են, մինչև համագումարը ըստ ամենայնի մարտի կեսերին կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին։ Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն մասնակցել-չմասնակցելու հարցը 50-50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս պարագայում ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին ՔՊ-ին հաղթելու համար։
Ժողովուրդը գրում է 2026 թվականի ընտրություններին ընթരാճ ՔՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ՔՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քվեարկությունից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին մարզային կառույցների շտաբ եւ կոշտ վերակազմակերպմանը։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ երեք կայացած ՔՊ վարչության նիստում քննարկվել են տարբեր մարզերում ՔՊ խորհրդի ղեկավարների թեկնածությունները։ Ըստ նույն աղբյուրների առաջիկա օրերին բոլոր մարզերում նախ կնշանակվեն կուսակցական կառույցների խորհուրդների նախագահները, ինչից հետո կմեկնարկվի ՔՊ շտաբների ակտիվ փուլը։ Հատկանշական է, որ վարչությունը հրավիրվել Կոտայքի մարզի Բյուրեղաբանդ խոշորացված համայնքի ՔՊ խորհրդի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը։ Հենց նրան է վստահվել Բյուրեղաբանի ՔՊ խորհրդի կառավարումը, ինչը վկայում է, որ իշխանությունը փորձում է տեղերում խաղալ վստահելի կադրերի դեմքերով։ Իշխանությանը մոտ կանգնած ժողովրդի աղբյուրները հայտնում են նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հստակ ուղերձ է փոխանցել, մարզերում խորհուրդները պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք ոչ միայն կուսակցական են, այլ նաև տվյալ մարզում ունեն հեղինակություն եւ վերահսկելի ռեսուրս։ Նպատակը մեկն է առաջիկա ընտրություններում խուսափել տապալումից։ Այս պահին ՔՊ-ում ընթանում է մարզային կառույցների արագացված վերակազմակերպում, ինչը փաստում է, որ իշխանությունը ընտրություններին պատրաստվում է ոչ թե վերջին պահին, այլ վախի եւ վերահսկողության տրամաբանությամբ։ Տոկիոյում առաջին անգամ մեքենայի փորձնական թռիչք է իրականացվել։ Սարքը թռել է Տոկիոյի ծոցից մոտ 150 մետր բարձրության վրա եւ մնացել է օդում 3.5 րոպե։ Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 30 մարդ է մահացել, եւս 39-ը համարվում է անհետ կորած։ Եվ եղանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամսական նորման կրկնակի գերազանցող տեղումներ։ Վաղը կեսօրից ջերմաստիճանը կնվազի 12-ից։ Հետևեք Անցուդարձին, ամեն երեկո կհանդիպենք վաղը նույն ժամին։